Թուրքական այս գործոնի հետ կապված թուրքական խորհրդի վերջերս ի դեպ ընդունվել է օրենք, որ թուրքական խորհուրդը ինքը նոր ծրագիր է մշակում թուրքական խորհուրդ պլյուս։ Սա նշանակում է, որ ոչ միայն թուրքալեզու պետությունները կարող են հարաբերությունները խորացնել այս կազմակերպության հետ, թուրքական կազմակերպության, այլ նաև ոչ թուրքալեզու պետությունները։ Հիմա թուրքական խորհուրդ պլյուս նշանակում է, որ այդ պլյուսի շարքերում կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչին ձգտում են այսօրվա իշխանությունները, խորացնելով իր հարաբերությունները Արևմուտքի հետ եւ նպատակ ունենալով հետագայում կարգավորել եւ խորացնել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ինչի սա կարող է հանգեցնել։ Եթե էներգետիկ ոլորտում, եթե տնտեսական ոլորտում, եթե լոգիստիկային ոլորտում մենք խորացնենք հարաբերությունները այս երկու պետությունների հետ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հաշվի չառնելով մեր հարաբերությունները այլ գործոնների հետ, սա բազմաթիվ խնդիրների կարող է բերել եւ առաջին խնդիրը այն է, որ մենք կհայտնվենք կախվածության մեջ Անկարայից եւ Բաքվից։ Եվ այն ազդեցությունը, որ իրենք այսօր ունեն մեր իշխանությունների նկատմամբ, այդ ազդեցությունը միմիայն աճելու է Հայաստանի նկատմամբ։ Այսինքն այլ իրենք արդեն նպատակներ են ունենալու, որոնք փորձելու են իրականացնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Եվ ել չեմ խոսում նրա մասին, որ գծկտեն նրան, որ փոխել դեմոգրաֆիական իրավիճակը Սյունիքի մարզում կամ այլ տարածքներում հետագայում կբարձրացնեն այդ հարցերը միջազգային ասպարեզում եւ կփորձեն հասնել նրան, որ ավտոնոմիա ստանան եւ այլն, այս նպատակները արդեն իսկ մշակվում են Բաքվի եւ Անկարայի կողմից, արդեն իսկ իրենք խոսում են սրա մասին միջազգային ասպարեզում, եկեք չմոռանանք, որ մինչ օրս շարունակում են խոսել այդպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին, որը իրենք որ Հայաստանի Հանրապետությունը որպես Արևմտյան Ադրբեջան են անվանում, իրենք շարունակում են խոսալ Հայաստանից իբրև թե գաղթված հայ այդ փախստականների մասին, ադրբեջանցիների մասին, խոսում են նրա մասին, որ այնտեղ 300,000-ից մինչև 1 միլիոն ադրբեջանցիներ կան, որոնք պետք է վերադառնան եւ իրենց իրավունքները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Եթե մենք շարունակենք խոսել այս խնդիրների մասին, այս եթերը քիչ են այդ խնդիրների մասին։